Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Տեղյակ եք, որ 10 եպիսկոպոսներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչ են արել հավատավոր ժողովրդին այսօր ժամը 17-ին միանալ իրենց այն է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունենալիք հավաքին, որի նպատակը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջն է։ Պարոն Դանիելյան, եպիսկոպոսների այս կոչին ի պատասխան ընդդիմադիր մի շարք գործիչներ հանդես եկան հայտարարությամբ, ասելով, որ սա եկեղեցին պառակտելու, հայը հայի դեմ հանելու գործընթաց է եւ պատրաստակամություն հայտնեցին այսօր լինել Մայրաթորի բակում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ենթադրում եմ նույնպես լինելու են Մայրաթորի բակում։ Ձեր դիտարկմամբ, պարոն Դանիելյան, այս գործընթացը ինչով կավարտվի, Գարեգին Բ-ն կհեռանա այսօր։ Շնորհակալություն։ Նախ սկսեմ ընդդիմադիր գործընկերների հայտարարությունից, այդ ընդդիմադիր գործընկերներին նույն ձևով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2018 թվականին ճանապարհել են տուն եւ նույն պատճառով Հանրապետությունում տիրում էր անպատժելիություն, անօրինականություն եւ այդ ամեն ինչը հասցրեց նրան, որ 100,000-ավոր ժողովուրդ դուրս եկան փողոց եւ ասացին գնացեք տուն։ Մենք չենք ուզում, որ դուք մեր երկիրը կառավարեք։ Լրիվ հայելային նույն իրավիճակը այսօր տեղի է ունենում եկեղեցականների շուրջ, որովհետեւ նույն եկեղեցականների կողմից գործելավոճը, պահվածքը այս վերջի տարիների ընթացքում նաեւ մարդկանց մոտ, հավատար ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացնում եւ այդ մարդիկ ինչ որ ձև պետքա դրսևորեն այդ անհանգստությունը, հետեւաբար գնալու են եկեղեցու բակում եւ իրենց դժգոհություն են հայտնելու եւ այս ամեն ինչը տեղի չէր ունենա եւ եպիսկոպոսների հայտարարությունը տեղի չէր ունենա, եթե կաթողիկոսը ընկալելով այս գործընթացները գնար տուն, բայց քանի երկարացնում այս գործընթացը նա այդքան ավելի է սերվում իրավիճակը եւ ես համոզված եմ որ շատ մարդիկ են հավաքվելու եւ գիտեք դուք էլ եք շփվում այսօր հասարակության հետ բոլորիս համար իրականում ակնհայտ է որ այդ խնդիրը կա եւ այդ խնդիրը պետք է հանգուցալուծում ստանա եւ պետքա իրոք հայ առաքելական եկեղեցի ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ես ամեն օր աղոթում եմ քննելուց առաջ արտանալուց պետքա մաքրվի եւ ի վերջո մենք մեր բալիկների հետ Կիրակի օրերը միշտ գնանք պատարագի մասնակցենք համոզված լինենք որ այդ սուրբ կառույցը իր սուրբ առաքելությունն է մատուցում մեր հավատավոր ժողովրդիս համար։ Եվ ձեր դիտարկմամբ, պարոն Դանիելյան, ճգնաժամը ինչ ձևով կհանգուցալուծի։ Օրինակ, այսպիսի սցենար կա, որ Գարեգին Բ-ն հնարավոր է մեկնի Մոսկվա, այնտեղ արդեն նախապատրաստում են նրա մեկնումը, դիմավորումը, ընդունումը եւ այնտեղից կառավարի Մայրաթորը։ Տարբերակ 2, որ նա այսօր կոչով կդիմի հավատավոր հոտին, կասի, որ այլևս չի ցանկանում գահակալել, որովհետեւ ստեղծված իրավիճակը այնպիսին է, որ բախումներն անխուսափելի են։ Գուցե երրորդ սցենարն էլ դուք առաջարկեք կամ համաձայնեք առաջի երկու սցենարները։ Ես կարծում եմ կա մի սցենար կախված ժամանակից, դա կաթողիկոսի փոփոխություն է, որը որ ակնհայտ ես ձեզ չեմ ասում որպես падգամավոր, որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության կամ կուսակցության անդամ, ես ձեզ ասում եմ որպես հայ մարդ, ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Ես կարծում եմ հանգուցալուծումը մի տարբերակ ունի, ձեր նշած որևէ տարբերակ հետ համաձայն չէ։ Մի տարբերակ ունի, որ պետք է այս ամեն ինչը ավարտվի, ունենանք նոր լեգիտիմ ընտրված կաթողիկոս։ Միայն այն, որ կաթողիկոսի ընտրության օրը Հայաստանում գնդակահարվել են մեր առաջնորդները, դա արդեն բազմաթիվ հարցեր առաջացնում, նաև մեր սերունդի մոտ։ Խոսվում է նաև հնարավոր սադրանքների մասին ձեր կանխատեսմամբ ընդդիմությունը կամ այն սուբյեկտները, շահագրգիռ խմբերը, որոնք պաշտպանում են եկեղեցու պաշտպանության դիրքերից են հանդես գալիս, սադրանքների կդիմեն։ Ես կփորձեմ կանխատեսումներ չանել, ես համոզված եմ, որ մեր հայ հավատավոր ժողովուրդը որևէ սադրանքի պետքա չտրվեն եւ չեն տրվելու, որովհետեւ նպատակը արդար է, նպատակը արդարությունն է, համոզված եմ, որ ամեն ինչ հանգուցալուծվելու ավելի խաղաղ ձևով։ Պարոն Դանիելյան, խոսենք ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերից։ Դուք Սյունիքից ընտրված падգամավոր որպես շփվելով սյունեցիների հետ, նրանց տրամադրությունները շոշափելով, ինչ կասեք։ Մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սյունեցիներն ինչ տրամադրվածություն ունեն։ Նրանք հավատում են խաղաղության գործընթացի կյանքի կոչմանը։ Նախ ուզում եմ նշել, որ օգոստոսի 8-ից առաջ
առաջ մենք մի կարճ ժամանակ ունեինք Սյունիքում խաղաղ մի քանի ամիսներ, այնուհետև դու գիտեք, որ տեղ խոշորացած համայնքում ադրբեջանական կողմը սկսեց էլի կրակոցներ արձակել եւ սկզբից բնակելի տների վրա չէր կրակում, այնուհետև մի քանի դեպք արձանագրեցինք, որ բնակելի տների վրա այն ուղղությամբ էին կրակում եւ ես կարծում եմ, որ սյունեցիներն են ամենաառաջինը գիտակցում օգոստոսի 8-ի կարեւորությունը եւ դա զգացվում է նաեւ մարդկանց հետ շփվելուց։ Ես երբ նիստեր չի լինում, մարզում եմ լինում եւ ամբողջ օրը քայլում եմ փողոցներով եւ շփվում եմ մարդկանց հետ։ Մեր համար շատ կարեւոր էր օգոստոսի 8-ի հայտարարությունը եւ ես համոզված եմ, որ կպահվի այս խաղաղությունը։ Արդեն մենք սկսում ենք խոսել, քննարկել տնտեսական հարցեր բնակիչների հետ, քննարկել տեխնիկական հարցեր, քննարկել կապիտալ ծախսերին վերաբերող հարցեր, բայց մինչև այդ ես ամբողջ ժամանակաշրջանը մինչ ազգային ժողովի падգամավոր եմ եղել, առաջնային եղել է անվտանգություն, դիրքեր, կրակոցներ, էսկալացիա եւ սյունեցիները շատ գնահատում են։ Ես համոզված եմ, որ շատ գնահատում են օգոստոսի 8-ի կարեւորությունը ու դա նաև կարտացոլվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մասնավորապես թրիփի հետ կապված ինչ ակնկալիքներ կան, ինչպիսին է նրանց արձագանքը։ Սա մի նախագիծ է, որը լուսավորչական, տեղեկատվական, լայն արշավի կարիք ունի։ Պետք է գնալ, նստել, բացատրել մարդկանց այդ նախագծի կյանքի կոչման տնտեսական արդյունքները, ազդեցությունը, ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես հենց մարզի բնակիչների կացութաձևի վրա։ Թրիփը շատ մասշտաբային նախագիծ է եւ այն իրագործելուց հետո միանշանակ Սյունիքում ամբողջ տնտեսական տրամաբանությունը փոխվելու է եւ դա լայն հնարավորություն է տալու մեզ սյունեցիներիս համար եւ ձեզ վստահեցնում եմ, որ դա նաեւ Սյունիքում են գիտակցում մեր կողմի ժողովուրդը բոլորն էլ աշխատում են հանքարդյունաբերության ոլորտում անդադ շփվում են խոշոր տնտեսվարողների հետ եւ մենք գիտակցում ենք, որ մասշտաբային պրոյեկտները, մասշտաբային ծրագրերը ինչքան կարեւոր են մարզի զարգացման իմաստով եւ Սյունիքում այդպիսի մեծ ներդրում անելով, այդպիսի մեծ մասշտաբային ծրագիր անելով, նախ ինքը լուրջ անվտանգային կոմպոնենտ է ինքը իրենը, որովհետև այսօր աշխարհում գիտեք, միայն զենք չէ, որ խաղաղության երաշխիքն է, նաև ճանապարհները, կոմունիկացիաները եւ բացի թրիփից նաև կարևորում եմ, որ հետագայում հնարավոր է հոսանքի մալուխներ անցնեն տարբեր տեղերով, այդ համագործակցությունը մեր հարևան երկրների հետ միանշանակ մեր անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձրացնելու է եւ ի վերջո Հայաստանը կշարժվի տնտեսական զարգացման, տեխնոլոգիական գերժամանակակից զարգացման տեմպերով ամեն դեպքում այս պատերազմը հետ է պահում աշխարհի զարգացման տեմպերից։ Իսկ սյունեցիները հոգեբանորեն պատրաստ են շփվել, հաղորդակցվել, առևտուր անել ադրբեջանցիների հետ։ Ես կարծում եմ ադրբեջանցիների հետ առևտուր անել, շփվելու մասին խոսելը վաղ է եւ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ մենք թղթի վրա կունենանք սահմանազատված, սահմանագծված հարևան պետություն եւ համոզված կլինենք, որ շատ տասնամյակներով խաղաղություն է լինելու, այդ ժամանակ աստիճանաբար կարծում եմ այդ գործընթացները ձեր նշած աստիճանաբար կզարգանան։ Ես ոչինչ չեմ բացառում այդ իմաստով։ Իսկ ինչպիսին է սյունեցիների նախընտրական տրամադրվածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։ Հաշվի առնելով, որ դեռ նախընտրական գործընթացները ինտենսիվ պրոցեսների մեջ չեն եւ քաղաքական թիմերն էլ դեռ ձևավորման, վերաձևավորման փուլում են, դեռ դժվար է գնահատական տալ, բայց ես լինելով սյունեցի համոզված եմ, որ սյունեցիները 2026 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը բացարձակ մեծամասնության քվե են տալու, հաշվի առնելով առաջինը անվտանգության կարելի ասած լուծված խնդիր է եւ մենք գետնի վրա տեսնում ենք, որ կրակոց չկա, երկրորդ այն մասշտաբային աշխատանքները, այն միլիարդավոր դրամները, որ ծախսվում են մեր համայնքներում, այսօր գիտեք Սյունիքի բոլոր քաղաքները շատ փոխվել են, գեղեցկացել են եւ սուբվենցիոն ծրագրերով համայնքների հետ համագործակցության արդյունքում եւ ուղիղ ֆինանսավորմամբ այսօր խոսում են մեր մարզում դպրոցների փակման մասին, բայց պետք է խոսեն դպրոցների բացման մասին։ Մենք այնպիսի դպրոցներ ենք կառուցում եւ այնպիսի տրանսպորտային միջոցներ ենք ապահովելու աշակերտների համար, որը ես ձեզ վստահեցնում եմ 21-րդ դարին համահունչ է եւ նմանատիպ դպրոցները նաեւ որակով
ուսուցիչներ ունենալու դեպքում շատ լուրջ եւ անկյունաքային դեր են ունենալու մեր պետության տասնամյակներ անց զարգացման առումով, որովհետեւ համար մեկ կարևոր զարգացման կոմպոնենտը պետության դա կրթությունն է եւ եկող սերունդն են։ Ես համոզված եմ, որ այն բազմաթիվ ծրագրերը, որ մենք իրագործում ենք, գրեթե բոլոր գյուղերում խմելու ջրի հարց լուծելով, ոռոգման ջրի հարց լուծելով, այսօր բոլորն են համացանցում տեղադրում Սյունիքի տարբեր քաղաքների նկարներ եւ նշում, որ տեսեք աշխարհի որ երկրի որ քաղաքն է եւ դա հեռու չէ մայրաքաղաքից, դա մեր Սյունիքում է, մեր չնաշխարհի քաղաքներն են եւ հասարակությունն էլ ժողովուրդն էլ դա տեսնում են ու համոզված են, որ ընտրության գնալուց այդ ամեն ինչը հաշվի են առնելու։ Իհարկե կա նաեւ անհանգստացնող հարցեր, չլուծված հարցեր, բայց այնքան քանդված է եղել համակարգը, որ մեզ մի քանի 10 տարի պետք է որ ամբողջովին կարողանանք խնդիրները լուծել եւ մինչեւ մի խնդիր լուծում ես նորն է առաջանում, բայց Սյունիքում շատ մեծ գումարներ են ծախսել եւ շատ մեծ մասշտաբային ծրագրեր են արվել ու արվելու։ Մենք բյուջեն էլ հաստատեցինք 2026 թվականին էլի շատ մասշտաբային ծրագրեր են արվելու։ Համոզված եմ, որ դա արտացոլվելու 2026 թվականի ընտրություններին։ Սյունեցին քվեարկելու է հանուն խաղաղության։ Ես համոզված եմ Սյունեցին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է ընտրության ու քվեարկի հանուն խաղաղության։ Ես համոզված եմ։ Իսկ քաղաքական մյուս ուժերը, պարոն Դանիելյան, ձեր դիտարկմամբ ինչ օրակարգ են առաջարկելու հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին եւ մասնավորապես սյունեցիներին։ Այն վերջերս մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էր այցելել Սյունիք եւ ով զարմանք տեսել էր, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում եւ թույլ տվեք ասել շոկի էր ենթարկվել։ Գիտեք, ես կարծում եմ նման մոտեցումները մարդկանց տրամադրությունների, էմոցիաների ազդելու համար է արված, բայց մենք սյունեցիներս լավ գիտենք որտեղ է Ադրբեջանի դրոշը, որտեղ է Հայաստանի դրոշը եւ ամենակարևորը, թե ինչու է այդ դրոշները այդտեղ դրված։ Ընդդիմությունը ձեր դիտարկմամբ, պարոն Դանիելյան, ինչ օրակարգ է առաջարկելու Արցախ վերադարձի, Արցախը հետ բերելու, նմանատիպ օրակարգեր արդեն շրջանառվում են, չէ՞։ Դրանք աշխատող օրակարգեր են։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերի այս պահին ներկայացված օրակարգերը ժամանակավրեպ են, մաշված են, այդ թվում իջև քոք մաշված օրակարգեր են եւ դա ակնհայտորեն արտացոլվելու է 2026 թվականի ընտրություններին։ Թերևս վերջին հարցը, պարոն Դանիելյան, եթե ամփոփելու լինեք 2025 թվականը որպես քաղաքական տարի, ինչպիսին էր այն ըստ ձեզ։ Արտաքին քաղաքական, ներքաղաքական առումով։ Գիտեք, արտաքին քաղաքական առումով ակնհայտ է, որ ունենք հստակ արտաքին քաղաքականության գիծ, որը որ տարիներ չենք ունեցել, տասնամյակներ չենք ունեցել եւ դրա արտացոլումն է հենց նշածս օգոստոսի 8-ը եւ տարին կարող են կիսել երկու մասի եւ օգոստոսի 8-ից մինչ այսօր միանշանակ մենք այլ հանրապետություն ենք ապրում ենք մի երկրում, որը խաղաղության մեջ է ապրում։ Իսկ մենք ծնված օրվանից մեր սերունդը այդպիսի օր չի ունեցել։ Ներքաղաքական առումով ինչպիսին էր այն։ Մի քանի անգամ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգը բերեցին ձեր ընդդիմադիր գործընկերները։ Վերջերս քաղաքմարտարկյալների թեման էր շատ ակտուալ։ Դրանից առաջ գերիների ազատ արձակման։ Ներքաղաքական իմաստով կարծում եմ կրկնվում են անընդհատ մեր ընդդիմադիրները եւ անընդհատ ժամանակավրեպ օրակարգ առաջ տանելով ակնհայտ է, որ ընդդիմության հեղինակությունն էլ է աստիճանաբար նվազում եւ առանց այն ցածր հեղինակություն ունեցող քաղաքական ուժերը չունենալով հստակ օրակարգ մրցունակ չեն քաղաքական դաշտում եւ մեր հասարակությունն էլ գնահատական կտա դրան 2026 թվականին, որովհետեւ մարդ գնում է ընտրատեղամաս, ընտրելով իր վաղվա օրը եւ երբ դու չես առաջարկում արդյոք հստակ թե ինչպիսի վաղվա օր է ունենալու քեզ ընտրելու դեպքում, դու դատապարտված ես պարտության, դու դատապարտված ես անհաջողության եւ այդպիսի սցենար համոզված եմ կլինի 2026 թվականին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։